Ողջույն բոլորին, այսօր մենք միասին կգործենք այսպիսի փիսիկ։ Իդեպ ձեզ խոստացել էի, որ պետք է միասին գործենք աղվես, սակայն այսքան ունեմ ընդհանրապես նարնջագույն, իսկ աղվեսը, ինչպես գիտեք, հիմնականում նարնջագույնից է բաղկացած, նարնջագույն թելով է գործվում։ Մտածում եմ, սա չի բավականացնի, թեև շատ մեծ չի աղվեսը, ամեն դեպքում սա մոտ 30 գրամ թել է, կարծում եմ չի բավականացնի։ Այդ պատճառով աղվես չենք անում հիմա։ Կպատվիրեմ նարնջագույն թել, այնուհետև իրար հետ կգործենք, բայց այս փիսիկը, որ հիմա գործելու ենք, փիսիկի մարմինը, ձեռքերը, ոտքերը, գլուխը, այդ բոլորը ամբողջությամբ նույնն է լինելու, ինչը որ աղվեսինը պետք է լիներ։ Այսինքն սխեման նույնն է լինելու, այնտեղ միայն մանր դետալներ են տարբեր, հա, պոչը աղվեսի, որ երկար ու այսպես հաստ է շատ, ականջներն է մի փոքր տարբեր լինելու, մռութ է ունենալու, այդ փոքր մանր դետալներն են տարբեր։ Այս անգամ հիմա փիսիկը գործենք, կատու գործենք, այնուհետև այդ փոքր դետալները աղվեսի ցույց կտամ մեկ ուրիշ անգամ։ Ինչ է պետք մեզ աղվես գործելու համար։ Ես գործելու եմ այսպիսի կրեմագույն բեժ գույնով, Bernard Jeans եմ օգտագործում, գույնի համարը 87։ Նաև մեզ պետք է մոխրագույն, վերջույթների որոշ հատվածներ մոխրագույնով ենք անելու, էլի Bernard Jeans-ի 49 համարի մոխրագույն թելն եմ օգտագործելու եւ սկապ ենք անելու փիսիկի համար, ես այսպիսի տիրանագույն, այսպիսի գույն եմ օգտագործելու, եթե հետաքրքիր է համարը ասեմ 73-ն է։ Մեզ պետք է բնականաբար լցոնելու համար սինտիպոն կամ hollow fiber, մկրատ, հելունը օգտագործելու եմ 2.5 մմ չափի, ինչպես նաև անվտանգ աչքեր, 14 մմ է կարծում եմ սա, պլաստմասե քիթիկ եմ ես օգտագործելու ամենայն հավանականությամբ, բայց դուք կարող եք կարել, եթե քիթիկը չունեք, սա ամեն դեպքում պահում եմ, գուցե հետո փոշմանեմ ու ես էլ կարեմ թելով։ Եվ մեզ շատ քիչ շագանակագույն է պետք գալու, իդեպ թելերի բաղադրությունը 55% բամբակ, 45% ակրիլ է, պարտադիր չի կոնկրետ այս ֆիրմայի թելը օգտագործեք, թեև ինքը շատ հաջող է, շատ լավն է, նմանատիպ բաղադրությամբ, որ մոտավորապես կիսով չափ բամբակ, կիսով չափ ակրիլ լինի, ցանկացած թել կարող եք օգտագործել, դա շատ լավ համադրություն է, կիսով չափ բամբակ, կիսով չափ ակրիլը, որովհետև միայն ակրիլ թելը, այսպես ճիշտ է ինքը շատ փափուկ է, բայց գեղեցիկ չի ստացվում խաղալիքը, այսպես մազմզուկները մի ձև ունենում, ինձ դուր չի գալիս տեսք ամբողջությամբ ակրիլ թելով, ամբողջությամբ բամբակն էլ շատ այսպես կոշտ է ստացվում։ Դրա համար այսպեսի միջին տարբերակը շատ հարմար է։ Իդեպ շատ կարևոր է, թե ինչ թել եք օգտագործում դուք գործելուց, բացի նա, որ համաչափ գեղեցիկ գործեք, կարողանաք գեղեցիկ դեմքը ձևավորել, կարել եւ այլն, այդ ամեն ինչից զատ շատ մեծ նշանակություն ունի նաեւ, թե դուք ինչ թել եք օգտագործում։ Դրանից է կախված ձեր խաղալիքի տեսքը։ Եթե օգտագործում միայն ակրիլ թել ու էժանագին, հա, վատ որակի, միանշանակ ձեր խաղալիքը հենց էժանագին տեսքել ունենալու է։ Դրա համար կարևոր է, որ կարողանաք ճիշտ թելերը ընտրեք, որպեսզի ձեր խաղալիքը ունենա գեղեցիկ հարուստ տեսք։ Սկսում ենք գործել մարմնից, մարմինը ամբողջությամբ անելու եմ այս բեժ գույնով։ Կարող եք նաև կաթնագույն օգտագործել բաց, հա, ավելի սպիտակին դեպի սպիտակը, այլ գեղեցիկ կլինի։ Անում ենք ամիգուրումի օղակ եւ օղակի մեջ հավաքում ենք 6 սյունիկ։ 2 3 4 5 6 Ձգում ենք օղակը եւ երկրորդ շարքում անելու ենք 6 ավելացում յուրաքանչյուր սյունիկի մեջ երկուական սյունիկ 1 2 3 4 5 6 7 8 9 10 եւ վերջին սյունիկի մեջ 11 12 Տեղադրեմ ես արդեն մարկերը, որպեսզի շարքի սկիզբն ու վերջը տարբերակենք։
Երրորդ շարքում անելու ենք 1 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 18 սյունիկ, 1 սյունիկ, հաջորդի մեջ ավելացում, էլի 1 սյունիկ, հաջորդի մեջ ավելացում, այսպես մինչև շարքի վերջ։ Չորրորդ շարքում կրկին անելու ենք 6 ավելացում, գործելու ենք 2 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 24 սյունիկ, 1, 2, հաջորդի մեջ ավելացում, նորից 1, 2, մյուսի մեջ ավելացում, ու այսպես գործելու ենք մինչև շարքի վերջ։ Հաջորդ 5-րդ շարքում էլի անելու ենք 6 ավելացում, անելու ենք 3 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 30 սյունիկ, 1, 2, 3, հաջորդի մեջ ավելացում, նորից 1, 2, 3, հաջորդի մեջ ավելացում, ու այսպես մինչև շարքի վերջ ևս 4 անգամ։ Հաջորդ 6-րդ շարքում անելու ենք 4 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 36 սյունիկ, 1, 2, 3, 4, հաջորդի մեջ ավելացում, նորից 1, 2, 3, 4, հաջորդի մեջ ավելացում և կրկնում ենք ևս 4 անգամ մինչև շարքի վերջ։ 7-րդ շարքում գործելու ենք 5 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 42 սյունիկ, 1, 2, 3, 4, 5, հաջորդի մեջ ավելացում, նորից 1, 2, 3, 4, 5, հաջորդի մեջ ավելացում, այսպես կրկնում եք ևս 4 անգամ մինչև շարքի վերջ։ 8-րդ շարքում գործելու եմ 6 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու եմ 6 անգամ, պետք է ստանանք 48 սյունիկ, 1, 2, 3, 4, 5, 6 և հաջորդի մեջ ավելացում, նորից 1, 2, 3, 4, 5, 6, հաջորդի մեջ ավելացում, այսպես մինչև շարքի վերջ։ 9-րդ շարքում գործելու ենք 7 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 6 անգամ, ստանալու ենք 54 սյունիկ, 1, 2, 3, 4, 5, 6, 7 և ավելացում, նորից 1, 2, 3, 4, 5, 6, 7 և ավելացում, և այսպես մինչև շարքի վերջ։ Ապարտեցի 9-րդ շարքը, շարքում ունենք 54 սյունիկ, սա մեր ավելացումների վերջին շարքներ, այժմ 10-ից մինչև 17-րդ շարքերը ներառյալ գործելու ենք շրջանաձև 54 սյունիկ, այսինքն 8 շարք պարզապես գործում ենք 54 սյունիկ, եկեք գործենք սա, վերադառնանք ու իրար հետ շարունակենք։ Ես գործեցի այդ 8 շարքերը, այժմ 18-րդ շարքում անելու ենք արդեն պակասեցումներ, նվազեցումներ, գործելու ենք 7 սյունիկ, 1 նվազեցում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 48 սյունիկ, 1, 2, 3, 4, 5, 6, 7 և անտեսանելի նվազեցում ենք անելու, այսպես 2 սյունիկների դիմացի կիսասյունիկներն ենք վերցնում հելունի վրա և գործում իրար հետ։ Նորից 1, 2, 3, 4, 5,
6, 7 ու էլի երկու կիսասյունիկները վերցնում ենք իրար հետ գործում ենք։ Այսպես կրկնում ենք եւս 4 անգամ մինչև շարքի վերջ, ստանալու ենք 48 սյունիկ։ Իսկ հաջորդ 19-րդ ու 20-րդ շարքերը երկու շարք գործելու ենք յուրաքանչյուր շարքում 48 սյունիկ։ Եկեք այս շարքը ավարտենք պակասացումների, հաջորդ երկու շարքերն է գործենք յուրաքանչյուրում 48 սյունիկ, վերադառնանք շարունակենք։ 21-րդ շարքում կրկինանալու ենք պակասացումներ, գործելու ենք 6 սյունիկ, 1 պակասացում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 42 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5, 6 և պակասացում։ Նորից 1, 2, 3, 4, 5, 6 և նվազեցում։ Այսպես մինչև շարքի վերջ եւս 4 անգամ ստանալու ենք 42 սյունիկ եւ դրանից հետո այդ շարքը գործելուց հետո հաջորդ երկու շարքերը 22-րդ ու 23-րդ շարքերը գործում ենք յուրաքանչյուր շարքում 42 սյունիկ։ Գործենք ու կանք շարունակենք։ 24-րդ շարքում նույնպես անում ենք պակասացումներ, գործելու ենք 5 սյունիկ, 1 պակասացում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 36 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5, պակասացում։ 1, 2, 3, 4, 5 ու պակասացում։ Այսպես մինչև շարքի վերջ եւս 4 անգամ կրկնում ենք, ստանալու ենք 36 սյունիկ եւ հաջորդ երկու շարքերը 25-րդ ու 26-րդ շարքերը յուրաքանչյուր շարքում գործում ենք 36 սյունիկ։ 27-րդ շարքում գործելու ենք 4 սյունիկ, 1 նվազեցում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 30 սյունիկ։ 1, 2, 3, 4 և նվազեցում։ Նորից 1, 2, 3, 4 ու նվազեցում հաջորդ երկու սյունիկներում։ Այսպես մինչև շարքի վերջ եւս 4 անգամ կրկնում ենք, ստանալու ենք 30 սյունիկ, հաջորդ երկու շարքերը 28-րդը ու 29-րդը յուրաքանչյուր շարքում գործում ենք պարզապես 30 սյունիկ։ Հաջորդ 30-րդ շարքում գործելու ենք 3 սյունիկ, 1 պակասացում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 24 սյունիկ։ 1, 2, 3, հաջորդ երկու սյունիկների մեջ նվազեցում ենք անում։ Նորից 1, 2, 3, հաջորդ երկուսի մեջ նվազեցում։ Այսպես կրկնում ենք մինչև շարքի վերջ եւս 4 անգամ, ստանալու ենք 24 սյունիկ եւ հաջորդ երկու շարքերը 31-րդը եւ 32-րդը յուրաքանչյուր շարքում գործում են 24 սյունիկ։ Հաջորդը 33-րդ շարքը մեր պակասացումների վերջին շարքն է։ Գործելու ենք 2 սյունիկ, 1 պակասացում, կրկնելու ենք 6 անգամ։ Պետք է ստանանք 18 սյունիկ։ 1, 2 և հաջորդ երկուսի մեջ անում ենք նվազեցում։ Նորից 1, 2, հաջորդ երկու սյունիկով նվազեցում։ Վերցնում ենք 2 առջևի կիսասյունիկները։ Այսպես կրկնում ենք մինչև շարքի վերջ եւս 4 անգամ։ Հաջորդ 34-րդ ու 35-րդ շարքերը յուրաքանչյուր շարքերում գործելու ենք 18 սյունիկ։
ու ավարտում ենք արդեն մարմինը։ Վերջ գործեցի այս բոլոր շարքերը, վերջում անում ենք միացնող սյունիկ, օդային օղակ, կտրում ենք թելը և մի փոքր երկար ենք թողնում, որպեսզի հետո մարմնին կարենք գլուխը։ Եվ իհարկե լցնում ենք մարմինը։ Պետք է լցնել լավ ձիգ, որպեսզի գեղեցիկ իր ձևը ստանա մարմինը, ընդհանրապես բոլոր դետալները այդպես ենք անում, հա, պետք է գեղեցիկ ձիգ լցնել, որպեսզի իր ձևը, իր ֆորման ստանա։ Իհարկե չենք լցնում այնքան, որ սկսի գործվածքի արանքներից դուրս գալ։ Ահա մարմինը պատրաստ է, հաջորդը գործելու ենք գլուխը, որը գործելու ենք կրկին նույն թելով։ Կրեմագույն թելով իմ դեպքում բեժ։ Անում ենք ամիգուրումի օղակ, օղակի մեջ հավաքում ենք 6 սյունիկ։ 1 2 3 4 5 6 ձգում ենք օղակը և երկրորդ շարքում անելու ենք 6 ավելացում։ Յուրաքանչյուր սյունիկի մեջ երկուական սյունիկ։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 և վերջինի մեջ 11 12։ Եկեք հիմա որպեսզի նույն բանը անընդհատ չկրկնենք, քանի որ պարզ է, հա, թե ավելացումներով շարունակելու ենք գլխի շարքերը, սինխրոն ավելացումներ ենք անելու մինչև 10-րդ շարքը ներառյալ։ Այսինքն հիմա արեցինք 6 ավելացում, երրորդ շարքում անելու ենք 1 սյունիկ 1 ավելացում 6 անգամ, 4-ում անելու ենք 2 սյունիկ 1 ավելացում, 5-րդում անելու ենք 3 սյունիկ 1 ավելացում, 6-րդ շարքում անելու ենք 4 սյունիկ 1 ավելացում, 7-րդ շարքում անելու ենք 5 սյունիկ 1 ավելացում, 8-րդ շարքում 6 սյունիկ 1 ավելացում, 9-րդ շարքում 7 սյունիկ 1 ավելացում և 10-րդ շարքում անելու ենք 8 սյունիկ 1 ավելացում։ Այս բոլորը կրկնում ենք բնականաբար 6 անգամ։ Վերջում ստանալու ենք 60 սյունիկ, 10-րդ շարքի վերջում ստանալու ենք 60 սյունիկ։ Եկեք այս ավելացումների շարքերը այսպես գործենք, այնուհետև լավ, այսքանը գործենք, հետո վերադառնանք, ասեմ հետո ինչ ենք անելու։ Անում ենք պարզապես սինխրոն ավելացումներ յուրաքանչյուր շարքում։ Բոլոր շարքերում ավելացումներ անելով բարձրանում ենք մինչև 10-րդ շարքը ներառյալ։ Յուրաքանչյուր շարքում 6 ավելացում պետք է լինի անպայման։ Ահա ես գործեցի այդ շարքերը մինչև 10-րդ շարքը, հա, 60 սյունիկ ունենք այժմ շարքում, այնուհետև 7 շարք գործելու ենք յուրաքանչյուր շարքում 60 սյունիկ։ Դա լինում է 11-ից 17-րդ շարքերը ներառյալ։ Պարզապես յուրաքանչյուր շարքում գործում ենք 60 սյունիկ։ Այնուհետև այդ 7 շարքը գործելուց հետո 18-րդ շարքում, շարքից սկսած անելու ենք պակասեցումներ։ Գործելու ենք յուրաքանչյուր շարքում 6 պակասեցում։ Անելու ենք 7 սյունիկ, 1 պակասեցում, կրկնելու ենք 6 անգամ, 48 սյունիկ պետք է ստանանք։ Այնուհետև հաջորդում 6 սյունիկ 1 պակասեցում 6 անգամ, հետո 5 սյունիկ 1 պակասեցում 6 անգամ, հետո 4 սյունիկ 1 պակասեցում 6 անգամ, հետո 3 սյունիկ 1 պակասեցում 6 անգամ և վերջում 2 սյունիկ 1 պակասեցում 6 անգամ։ Վերջին շարքում պետք է ստանանք 18 սյունիկ։ Այստեղ էլ հենց ավարտում ենք մեր գործվածքը, գլուխը 18 սյունիկ պետք է մնա, քանի որ այստեղ մեր մարմինն էլ ունի 18 սյունիկ, պետք է համաչափ լինեն։ Վերջում անում ենք միացնող սյունիկ, օդային օղակ ու կտրում ենք թելը ու թաքցնում ենք։ Այդքանով ավարտում ենք գլուխը, ինձ թվում է պարզ է, այսպես հատիկ-հատիկ իրար հետ գործելու կարիք կարծում եմ չկա, գրեթե բոլոր խաղալիքների գլուխները նույն կերպ, նույն գնդակն ենք, հա, այսպես ասած ստանում, կարծում եմ կարիք չկա հատիկ-հատիկ գործելու, սա եկեք գործենք, վերադառնանք ու շարունակենք հաջորդ դետալները անել։ Ահա ես գործեցի ամբողջը, կտրեցի թելը, եկեք այժմ տեղադրենք աչքերը,
Աչքերը ու քիթը իմ դեպքում նաև քիթն եմ տեղադրելու։ Դրանից հետո արդեն կլցնենք գլուխը։ Աչքերը տեղադրելու ենք այսպես մեջտեղի հատվածում։ Մոտավորապես հիմա ասեմ, որ շարքերում 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 13-րդ ու 14-րդ շարքերի մեջտեղում։ Այստեղ։ Ստացվում եմ գուցե աչքերի գույնը փոխեմ, այսպես թափանցիկ եզրերով աչքեր եմ ընտրել, բայց գուցե կանաչը ավելի գեղեցիկ լիներ փիսիկի դեպքում։ Լավ, թող այսպես լինի ասենք։ Եվ իրարից մոտ 8-9 սյունիկ հեռավորության վրա ենք դնելու, մյուսը 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, այստեղ էլ մյուսը։ Այսպես այլունը մի քիչ մեծացնում ենք։ Դնում ենք։ Եվ քիթիկն էլ դնելու ենք մեկ շարք ներքև։ Տեսեք աչքը որտեղ որ շարքում որ ավարտվում է, հենց դրանից մեկ շարք ներքև դնում ենք մեջտեղի հատվածում, այնպես որ աչքերի երկու աչքերից հավասար հեռավորության վրա լինի։ Այստեղ։ Իհարկե հետո դեմքը ձևավորելու ենք, թարթիչներ ենք ավելացնելու, քիթիկի ներքևի հատվածն ենք ավելացնելու։ Հիմա կարելի է արդեն լցնել գլուխը, բայց ես այստեղ մի փոքր գրակայրիչով այս մասը կհալեցնեմ։ Ինչպես նշել եմ, սա անում եմ նրա համար, որ երեխաները չկարողանան քաշան, պոկեն խաղալիս։ Թեև իրենք համարվում են անվտանգ աչքեր, բայց ամեն դեպքում եւ նույնը հնարավոր է քաշել ու դուրս հանել իրենց։ Իսկ այսպես գրեթե զրոյանում է հնարավորությունը, որ կկարողանան պոկել հավելյալ ապահովության համար։ Քիթիկներ անեմ։ Վերջ։ Հիմա լցնում ենք արդեն գլուխը եւ անցնում ենք հաջորդ դետալը գործելուն։ Հաջորդը եկեք գործենք ականջները։ Նույնությամբ երկու դետալ ենք գործելու, երկու ականջ է ունենալու բնականաբար մեր փիսիկը։ Անում ենք ամիգուրումի օղակ, օղակի մեջ 6 սյունիկ։ 1 2 3 4 5 6 Ձգում ենք օղակը եւ երկրորդ շարքում անելու ենք 1 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 3 անգամ, պետք է ստանանք 9 սյունիկ։ Մեկ սյունիկ, հաջորդի մեջ ավելացում ենք անում, 1, 2, նորից, 1 սյունիկ,
Մյուս սյունիկի մեջ անում ենք ավելացում, երկուական սյունիկ ենք գործում։ Եվ երրորդ անգամ, վերջին անգամ նորից կրկնում ենք հերթականությունը մեկ սյունիկ և վերջին սյունիկի մեջ ավելացում։ Սա մեր երկրորդ շարքն էր, երրորդ շարքում անելու ենք 2 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 3 անգամ, պետք է ստանանք 12 սյունիկ։ 1, 2 և հաջորդի մեջ ավելացում։ Նորից 1, 2, մյուս սյունիկի մեջ ավելացում։ 1, 2 և վերջին երրորդ անգամ ենք կրկնում 1, 2, հաջորդ սյունիկի մեջ անում ենք ավելացում։ Սա մեր երրորդ շարքն էր, 12 սյունիկ ունենք, հիմա չորրորդ շարքում անելու ենք 3 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 3 անգամ, պետք է ստանանք 15 սյունիկ։ 1, 2, 3, մյուսի մեջ ավելացում։ Երկրորդ անգամ ենք կրկնում 1, 2, 3, մյուսի մեջ ավելացում։ Եվ երրորդ անգամ 1, 2, 3 ու վերջին սյունիկի մեջ ավելացում ենք անում։ Հաջորդ շարքում էլի 3 ավելացում ենք անելու ենք 4 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 3 անգամ, 18 սյունիկ ենք ստանալու։ 1, 2, 3, 4, մյուսի մեջ ավելացում։ Նորից 1, 2, 3, 4, հաջորդի մեջ ավելացում։ Եվ երրորդ անգամ 1, 2, 3, 4, մյուսի մեջ ավելացում։ Ունենք 18 սյունիկ։ Հաջորդ շարքում, 6-րդ շարքում անում ենք 5 սյունիկ, 1 ավելացում, կրկնում ենք 3 անգամ, ստանալու ենք 21 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5, հաջորդի մեջ ավելացում, երկրորդ անգամ ենք կրկնում, 1, 2, 3, 4, 5, հաջորդի մեջ ավելացում և երրորդ անգամ 1, 2, 3, 4, 5, վերջի սյունիկի մեջ անում ենք ավելացում։ Հաջորդ վերջին 7-րդ շարքում պարզապես ամբողջ շարքով գործում ենք 21 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20 և 21, ահա, այսպիսի դետալ ստացվեց, հիմա այսպես ծալում ենք մեր դետալը ու այս երկու կողմերի սյունիկները իրար հետ գործելու ենք։ Վերցնում ենք այս կողմի դեպի մեզ ընկած սյունիկը և դիմացի սյունիկը ու իրար հետ գործում ենք սովորական սյունիկ էլի, անթեր սյունիկ, 1, նորից 2, նորից այս կողմի սյունիկը, մյուս կողմի սյունիկը ու իրար հետ գործում ենք 3,
4 5 6 7 8 9 եւ ըստ ծայրի այս անկյունն էլ գործում ենք մեր 10-րդ սյունիկը։ Օդային օղակ կտրում ենք թելը, մի քիչ երկար ենք թողնում, որ կարողանանք դետալը կարել, ականջը կարել գլխին։ Նույնությամբ գործում ենք նաեւ երկրորդ ականջը։ Այժմ միասին կգործենք ձեռքերը կամ արջևի թաթերը, ինչպես կուզեք կարող եք ասել, ես սկսում եմ մոխրագույնով։ Անում ենք ամիգուրումի օղակ։ Իդեպ սպիտակով կամ կատնագույնով էլ շատ գեղեցիկ կստացվի, կարող եք այս վերջույթների կոնտրաստային գույնը անել սպիտակով կամ կատնագույնով, էլի շատ սիրուն կլինի, եթե հատկապես կրեմագույն եք օգտագործելու, շատ սիրուն փիսիկ կստացվի սպիտակ ու կրեմագույնով։ 6 սյունիկ ենք անում ամիգուրումի օղակի մեջ, 1 2 3 4 5 եւ 6։ Ձգում ենք օղակը եւ մյուս շարքում անում ենք 6 ավելացում։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 եւ վերջին սյունիկի մեջ 11 12 սյունիկ ունենք շարքում։ Երրորդ շարքում գործելու ենք 1 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 6 անգամ, պետք է ստանանք 18 սյունիկ։ 1 մյուսի մեջ ավելացում 1 2 նորից 1 մյուս սյունիկի մեջ 1 2 նորից 1 սյունիկ մյուսի մեջ 1 2 նորից մյուսի մեջ 1 սյունիկ մյուսի մեջ 1 2 էլի 1 սյունիկ հաջորդի մեջ 1 2 եւ վերջին անգամ 1 սյունիկ հաջորդի մեջ 1 2 Այժմ ունենք 18 սյունիկ շարքում, 3 շարք, 4, 5 եւ 6-րդ շարքերը պարզապես գործում ենք 18 սյունիկ։ Եկեք սա գործեմ, վերադառնամ ու շարունակենք։ Գործեցի ես այդ 3 շարքերը, այժմ 7-րդ շարքում անելու ենք պակասացումներ։ Գործում ենք 6 սյունիկ, 1 2 3 4 5 6 եւ իրար հետևից անում ենք 3 հատ պակասացում։ Առաջին նվազեցումը անմիջապես անում ենք նաեւ երկրորդ նվազեցումը եւ երրորդ նվազեցումը։ Շարքի վերջում մնաց 6 սյունիկ, գործում ենք պարզապես 6 սյունիկ, 1 2 3 4 5 եւ 6։ 8-րդ շարքում նույնպես անելու ենք նվազեցումներ։ Գործում ենք 5 սյունիկ, 1 2 3 4 5 եւ էլի 3 հատ նվազեցում ենք անում։ Առաջին նվազեցումը երկրորդ նվազեցումը
Եվ երրորդ նվազեցում։ Մնաց 4 սյունիկ, գործում ենք պարզապես 4 սյունիկ մինչև շարքի վերջ։ 1, 2, 3, 4։ Այժմ շարքում ունենք 12 սյունիկ։ Եվ հիմա 3 շարք, 9-րդ, 10-րդ ու 11-րդ շարքերը գործում ենք պարզապես 12 սյունիկ յուրաքանչյուրում։ Տեսեք, 11-րդ շարքի վերջին սյունիկը չեմ գործել, քանի որ ուզում եմ ձեզ ցույց տամ, թե ինչպես եմ գույնը փոխելու այժմ, քանի որ մոխրագույնից անցում ենք կատարելու այս մեր կրեմագույնին։ Տեսեք, գործում ենք այս մեր սյունիկը, հելունի վրա ունենք 2 թել, 2 օղակ, ու մինչև վերջ չենք գործում։ Արդեն սյունիկը ավարտին ենք հասցնում մյուս գույնի թելով։ Վերցնում ենք մյուսը և գործում ենք, ավարտում ենք այս մյուս գույնի թելով։ Վերջ, փոխված է։ Մեր մոխրագույնը արդեն կարող ենք կտրել։ Մեծ ձեռքի մեջ այլևս պետք չի մոխրագույնը, այս երկու ծայրերը իրար այստեղ հիմա քիչ հետո կամրացնեմ։ Եվ արդեն 12-րդ շարքը գործելու ենք արդեն մեր կաթնամարմնի գույնով, կրեմագույնով։ Էլի 12 սյունիկ ենք գործելու։ Մի քանի սյունիկ գործեմ, ամրացնեմ թելը ու հասնեմ ինչ ենք անում։ Ամրացնենք, ուղղակի իրար ենք կապում այս ներսի կողմից և թաքցնում ենք ձեռքի մեջ։ Սա մեր 12-րդ շարքն է։ Արդեն այս մեր մարմնի գույնով, կրեմագույնով շարունակում ենք գործել մինչև վերջ ձեռքը։ 12 սյունիկ ենք յուրաքանչյուր շարքում գործելու։ Գործում ենք 12-ից մինչև 26-րդ շարքը ներառյալ 12 սյունիկ։ Այսինքն լինում է 15 շարք։ Այդպես առանց փոփոխության գործում եք։ Իդեպ ձեռքի միայն այս ներքևի հատվածն ենք լցնելու։ Գործելու ընթացքում մի քանի շարք էլ գործեք ու արդեն այս ներքևի հատվածը լցրեք, վերևի հատվածը, ձեռքի վերևի հատվածը պետք է դատարկ մնա։ Վերջ, դա էլ եկեք գործենք։ Այդ 15 շարքը եկեք գործենք էկրանից դուրս, վերադառնանք, շարունակենք։ Վերջ, այժմ գործելուց հետո, իդեպ ես լցրել եմ այս ներքևի հատվածը արդեն։ Գործելուց հետո կրկին ինչպես արեցինք ականջների դեպքում, թաթերի դեպքում ևս, ձեռքերի դեպքում ևս, այսպես իրար ենք միացնում երկու կողմերը։ Եվ երկու կողմի սյունիկներ իրար հետ գործում ենք։ 1, 2, 3, 4 և 5։ Անում ենք օդային օղակ, կտրում ենք, մի փոքր երկար ենք թողնում, էլի կարելու ենք մարմնին։ Նույնությամբ գործում ենք նաև երկրորդ ձեռքը։ Հաջորդը գործում ենք ոտքերը կամ հետևի թաթերը։ Կրկին անում ենք ամիգուրումի օղակ, էլի մոխրագույնով եմ սկսում։ Ընթացքում փոխելու ենք գույնը, էլի մարմնի գույնին։ 6 սյունիկ ենք անում օղակի մեջ։ 3, 4, 5 և 6։ Ձգում ենք օղակը, երկրորդ շարքում գործում ենք 6 ավելացում։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 և 11, 12։ Երրորդ շարքում գործում ենք 1 սյունիկ, 1 ավելացում, կրկնում ենք 6 անգամ, պետք է ստանանք 18 սյունիկ։ Մեկ սյունիկ, մյուսի մեջ ավելացում, 1, 2, նորից 1 սյունիկ, մյուսի մեջ 1, 2, նորից 1 սյունիկ, մյուսի մեջ
1 2 նորից 1 սյունիկ, հաջորդի մեջ 1 2 էլի հաջորդի մեջ 1 սյունիկ, հաջորդի մեջ 1 2 եւ վերջին անգամ 1 սյունիկ, վերջին սյունիկի մեջ 1 2 Չորրորդ շարքում գործելու ենք 2 սյունիկ, 1 ավելացում, կրկնելու ենք 6 անգամ, 24 սյունիկ պետք է ստանանք։ 1 2 հաջորդի մեջ ավելացում 1 2 հաջորդի մեջ ավելացում 1 2 հաջորդի մեջ ավելացում նորից 1 2 հաջորդի մեջ ավելացում 1 2 ավելացում 1 2 եւ վերջին սյունիկի մեջ էլի ավելացում ունենք 24 սյունիկ շարքում այժմ 3 շարք 5, 6 եւ 7-րդ շարքերը գործելու ենք պարզապես յուրաքանչյուր շարքում 24 սյունիկ եկեք գործենք շարունակենք շարունակում ենք 8-րդ շարքում գործում ենք 9 սյունիկ 3 պակասեցում 9 սյունիկ պետք է ստանանք 21 սյունիկ գործում ենք պակասեցումները ինչպես ձեռքի դեպքում այստեղ եւս իրար հետևից ենք անելու 3 հատ 1 2 3 4 5 6 7 8 9 անում ենք 3 պակասեցում առաջին պակասեցումը երկրորդ պակասեցումը եւ երրորդը այստեղ մինչեւ շարքի վերջ մնացել են 9 սյունիկ գործում ենք ուղղակի 9 սյունիկ 1 2 3 4 5 6 7 8 9 Հաջորդ շարքում կրկին անելու ենք նվազեցումներ գործում ենք 8 սյունիկ 1 2 3 4 5 6 7 8 էլի 3 նվազեցում առաջին նվազեցում պակասեցում նույն բանն է երկու տարբերակով էլ ասում են դրա համար երբեմն մեկն եմ ասում երբեմն մյուսը 2 երկրորդ նվազեցումը եւ երրորդ նվազեցումը եւ մնաց մեզ 7 սյունիկ գործում ենք ուղղակի 7 սյունիկ էստեղ 1 2 3 4 5 6 7 Սա մեր 9-րդ շարքն էր 10-րդ շարքում ուղղակի գործում ենք 18 սյունիկ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 եւ 18 11-րդ շարքում եւս անելու ենք 3 նվազեցում գործելու ենք 4 սյունիկ 1 նվազեցում կրկնելու ենք 3 անգամ պետք է ստանանք 15 սյունիկ 1 2 3 4 եւ նվազեցում 1 2 3 4 նվազեցում եւ նորից 1 2 3 4 եւ վերջին երկու սյունիկներով նվազեցում շարքում ունենք 15 սյունիկ
Երկու շարք գործում ենք 15 սյունիկ, 12-րդ, 13-րդ շարքերը պարզապես 15 սյունիկ գործում ենք, 13-րդ շարքի վերջում փոխելու ենք գույնը։ Այս երկու շարքը գործեմ, գույնը միասին փոխենք ու շարունակենք։ Ահա 13-րդ շարքի վերջում փոխում ենք այժմ գույնը, ես վերջին սյունիկը կիսատ եմ գործել եւ ավարտին ենք հասցնելու մեր մյուս բեժ գույնով։ Եվ շարունակում ենք գործել։ Մոխրագույնը կարող ենք կտրել արդեն, մեզ այլևս հարկավոր չէ։ Հարկավոր է պարզապես ոչ ոտքի դեպքում։ Այս երկու ծայրերը իրար կապում ենք։ Այնուհետև գույնը փոխելուց հետո 14-ից 23-րդ շարքը ներառյալ, այսինքն 10 շարք, արդեն մեր այս կրեմագույնով, մեր բեժ գույնով գործում ենք 15 սյունիկ յուրաքանչյուր շարքում առանց փոփոխության։ Էլի լցնում ենք ներքևի հատվածը միայն ոտքերի, ինչպես ձեռքի դեպքում արեցինք, ոտքի դեպքում եւս լցնելու ենք միայն ներքևի հատվածը։ Վերջ եկեք այդ 10 շարքն էլ գործենք ու վերադառնանք։ Ես գործեցի այդ բոլոր շարքերը, ոտքի ներքևի հատվածը լցրել եմ, մինչև մոտավորապես այս մոխրագույն հատվածն եմ լցնում, հա, այս մասը դատարկ է մնում։ Եվ հիմա էլի ինչպես մյուս դետալների դեպքում, այստեղ եւս այսպես ծալում ենք եւ արջևի ու հետևի հատվածները սյունիկներով գործում ենք։ Միացնում ենք ու ընդհանուր սյունիկներով գործում։ Վերջում անում ենք օդային օղակ, կտրում ենք թելը եւ թողնում ենք երկար թել, որպեսզի հետո կարենք դետալը մարմնին։ Նույնությամբ գործում ենք նաեւ երկրորդ ոտքը։ Հաջորդը գործում ենք պոչը, որը եւս սկսելու ենք գործել մոխրագույնով։ Անում ենք ամիգուրումի օղակ։ Երկարուկ պոչիկ է լինելու։ Օղակի մեջ 6 սյունիկ։ 1 2 3 4 5 6 Հաջորդ շարքում անելու ենք, երկրորդ շարքում անելու ենք 6 ավելացում։ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Երրորդ շարքում գործում ենք 12 սյունիկ ուղղակի 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 եւ վերջին սյունիկը 12 Չորրորդ շարքում գործում ենք 1 սյունիկ 1 ավելացում, կրկնում ենք 6 անգամ, պետք է ստանանք 18 սյունիկ։ Մեկ սյունիկ, հաջորդի մեջ ավելացում։ 1 սյունիկ ավելացում, 1 սյունիկ ավելացում, 1 սյունիկ ավելացում, 1 սյունիկ ավելացում,
1 սյունիկ, ավելացում։ Շարքում ունենք 18 սյունիկ, 3 շարք, 5, 6, 7-ը պարզապես գործում ենք 18 սյունիկ, գործենք գանք։ 8-րդ շարքում 3 պակասեցում ենք անելու, գործելու ենք 4 սյունիկ, 1 պակասեցում, կրկնելու ենք 3 անգամ, 1, 2, 3, 4, պակասեցում, նորից, 1, 2, 3, 4, պակասեցում, և վերջին անգամ ենք կրկնում, 1, 2, 3, 4, ու պակասեցում։ Շարքում ունենք 15 սյունիկ, 9-րդ ու 10-րդ շարքերը, 2 շարք, գործում ենք 15 սյունիկ, ուրեմն 10-րդ շարքի վերջում արդեն գույնը փոխելու ենք, եկեք ես 2 շարքը գործենք, գույնը փոխենք իրար հետ և գործենք հաջորդ շարք։ Ահա 10-րդ շարքի վերջին սյունիկը հիմա չեմ գործել, անցկացնում ենք թելը մեկ անգամ, պահում ենք սա և միացնում ենք մեր հիմնական գույնը։ Եվ գործում ենք հաջորդ շարքը, մեզ մոտ 11-րդ շարքն է, պարզապես էլի գործում ենք 15 սյունիկ, արդեն մարմնի գույնով, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 և վերջինը 15։ Այստեղ մեր մոխրագույնը արդեն կտրենք։ Եվ այս ծայրերը ամրացնենք իրար, կապենք իրար։ Հաջորդ շարքը, 12-րդ շարքում, 1 պակասեցում ենք անելու, հենց շարքի սկզբում անում ենք պակասեցում։ Եվ գործում ենք 13 սյունիկ, 1, 2, 3, 4, 5, 6, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13։ Սա մեր 12-րդ շարքն է, շարքում ունենք 14 սյունիկ, 2 շարք, 13-րդ ու 14-րդ շարքերը գործում ենք 14 սյունիկ յուրաքանչյուր շարքում։ Եկեք գործենք ու գանք այս 2 շարքը։ Ուրեմն 15-րդ շարքում ևս անում ենք 1 պակասեցում, հենց ամենասկզբում անում ենք պակասեցում, և գործում ենք մնացած 12 սյունիկները, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11 և 12։ Հաջորդ 2 շարքերը գործելու ենք, այսինքն շարքում ունենք 13 սյունիկ, հաջորդ 2 շարքերը 16-րդ ու 17-րդ շարքերը գործելու ենք 13 սյունիկ, պարզապես գործենք գանք։ 18-րդ շարքում էլի շարքի սկզբում անում ենք 1 պակասեցում և գործում ենք 11 սյունիկ, այնուհետև պետք է ստանանք 12 սյունիկ։ Անում ենք մեր պակասեցումը և շարունակում ենք գործել մեր մնացած 11 սյունիկները, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8,
9, 10, 11 շարքում ունենք 12 սյունիկ, 19-րդ ու 20-րդ շարքերը պարզապես գործելու ենք 12 սյունիկ, բայց եկեք այս этаպում մի փոքր լցնենք պոչի ներքևի հատվածը, պոչը լցնելու ենք շատ թեթև, այնքան որ մի թեթև սինտիպոն լինի մեջը, շատ լցնել պետք չի, որ ավելորդ ծանրություն ունենա պոչը։ Ակրատի ծայրով շատ հարմար է նման փոքր դետալները լցնելը։ Ահա, տեսեք, չեմ ձգում շատ, մի թեթև, այնքան որ փափկություն ունենա իր մեջ ու վերջ, շատ չեմ լցնում։ Եվ շարունակում ենք գործել, ինչպես նշեցի 19-րդ ու 20-րդ շարքերը, ուղղակի գործում ենք 12 սյունիկ, երկու շարքն էլ գործենք ու վերադառնանք հաջորդ պակասեցում անենք։ 21-րդ շարքում գործում ենք էլի 1 պակասեցում ու 10 սյունիկ, պետք է ստանանք 11 սյունիկ։ Այսպես քիչ-քիչ պակասեցնելով բարակեցնում ենք մեր պոչիկը։ Ահա պակասեցումն արեցի, հիմա 10 սյունիկ մինչև շարքի վերջ։ Վեց, 7, 8, 9, 10, ահա։ Հաջորդ երկու շարքը էլի գործում ենք 11 սյունիկ, 22-րդ ու 23-րդ շարքերը։ 24-րդ շարքում անում ենք 1 պակասեցում, էլի սկզբում, և 9 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, ունենք 10 սյունիկ շարքում, 25-րդ ու 26-րդ շարքերը գործում ենք յուրաքանչյուր շարքում 10 սյունիկ։ Գործենք իրար հետ։ Գործենք հիմա 25-րդ շարքը։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10։ 26-րդ շարքում էլի գործում ենք 10 սյունիկ։ 1, 2, 3, 4, 5, ինչքան փոքր է լինում դետալը, այնքան ավելի դժվար է գործելը իմ կարծիքով ինձ համար։ Գործեցինք նաև 26-րդ շարքը, 27-րդ շարքում էլի անում ենք, մեր վերջին պակասեցումն ենք անում արդեն, անում ենք 1 պակասեցում, մեկ պակասեցում և գործում ենք մնացած 8 սյունիկները։ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8։ Այժմ 28-ից մինչև 36-րդ շարքերը գործելու ենք յուրաքանչյուր շարքում 9 սյունիկ, ստացվում է 9 շարք, գործելու ենք յուրաքանչյուրում 9 սյունիկ։ Եկեք դա էլ գործենք ու գանք շարունակենք։ Գործեցի այդ 9 շարքերը։ Ցանկության դեպքում մի թեթև կարող եք նաև այս հատվածը լցնել, էլի շատ թեթև, բայց կարող եք նաև այսպես թողնել։ Լավ, եկեք լցնեմ շատ քիչ։ Շատ թեթև, շատ չենք ծանրացնում դետալը։ Թեթև այնքան որ ձևը պահպանի, շատ տափակ չլինի էլի։ Վերջինս թվում է բավական է։
տարածենք, շատ լավ, հիմա էլի մյուս դետալների պես ծալում ենք այսպես և երկու կողմի սյունիկները իրար ենք միացնում սյունիկներով, 4 հատ սյունիկ պետք է գործենք, 1, 2, 3, և այս վերջինը, այս անկյունին է, այսպես, 4, օդային օղակ, էլի թել ենք թողնում, որպեսզի կարենք, այսպեսի դետալ ստացված, մեզ ըստ էության մնաց գործել միայն վսկապը, բայց մինչ այդ եկեք հավաքենք արդեն մեր փիսիկին, այնուհետև երբ որ պատրաստ կլինի փիսիկը, նոր կգործենք վսկապը, նախ եկեք ձևավորենք գլուխը, կարենք հիմա ականջները, այսպես մոտավորապես պետք է լինի, ամրացնենք այս հատվածում ու կարենք, այս հատվածներում է լինելու այսպես, մի փոքր այս հատվածը այսպես օռոցիկ ենք անում, այսպես ենք կարելու, այսպես շարունակում ենք կարել, ցանկության դեպքում այս կողմից կարել վերջացնելուց հետո կարող եք մի հատ էլ հակառակ կողմից կարել, ավելի ապահով լինելու համար, որ երեխայի քաշքշելու դեպքում, խաղալու դեպքում քիչ լինի հավանականությունը պոկելու, սա հանենք, մի փոքր այս մասը օռոցիկություն տալու համար ավելի հետևի սյունիկից ենք կարում, այստեղից, հիմա թելը պարզապես թաքցնենք, գործվածքի մեջ, և նույնությամբ կարում եք նաև երկրորդ ականջը, տեսեք, ես դեմքը ևս ձևավորեցի արդեն, չեմ նկարել այդ պրոցեսը, բայց եկեք ասեմ մոտավորապես ինչ պետք է անել, շագանակագույնով, որևիցե տեղից ասեղամցնում եք, շագանակագույն թելով ենք անում, և հանում ենք այս քիթիկի անմիջապես տակից, այս սուր անկյունից ու ներքև ենք իջնում 3 շարք, այս հատվածը 3 շարք է մոտավորապես, հետո այս երկու կողմերից այսպես ձևավորում ենք քիթիկի այս մռութիկի հատվածը, բերում ենք այստեղ թելը, հետո այս հատվածից ենք հանում, որ այս կլորիկությունը ձևավորվի, նույնը անում ենք այս կողմում, և ուղղակի 3 հատ գիծ բեղիկները այս հատվածում, երկու կողմերում, նաև ես աչքի տակը այսպես սպիտակով ընդգծել եմ, և աչքի վերևի հատվածը այսպես թարթիչի նման ընդգծել եմ ուղղակի, հոնքեր որոշեցի, որ չեմ անի, հիմա մենք պետք է մարմինը կարենք, գլխին, գլուխն ու մարմինը իրար կարենք, այսպես,
Քանի որ ինքը դեռևս վրան ոտքեր ձեռքեր չկան, ինչ-որ էական տարբերություն չկա, որ հատվածից կանենք։ Ուղղակի կարելով սյունիկը սյունիկի վրա համեստեղ 18 սյունիկ ունենք, համեստեղ 18 սյունիկ ունենք, հետևաբար իրար վրա կարելով գնում ենք։ Սյունիկը սյունիկի վրա։ Դեպ կարելուց առաջ այս վզի հատվածը լավ լցրեք, որպեսզի ամուր լինի։ Շարժվի գլուխը ու սիրուն կանգնի։ Ուղղակի այսպես կարելով մինչև վերջ։ Հաջորդը կարելու ենք ձեռքերը, ոտքերը, ես արդեն այսպես ամրացրել եմ, որպեսզի ձեզ ցույց տամ, թե որ հատվածներում պետք է լինի։ Ձեռքերը կարում ենք վզից մոտ 3 շարք ներքև, այս երկու կողքերին, հա, անմիջապես, որ հենց կողքերի հատվածում լինի, ու դրա ուղղությամբ էլ հենց ներքև դեպի կարում ենք ոտքերը։ Պետք է ձեռքերը, ոտքերը իրար համաչափ լինի, նույն ուղղությամբ լինի երկուսն էլ։ Ձեռքերի այս կլորիկ հատվածը դեպի ներս է լինելու, իսկ ոտքերի դեպքում հակառակը դեպի դուրս։ Այսպես պետք է լինի։ Ահա, կարեցի ես, մնաց կարենք պոչը հետևում ենք այսպես բնականաբար կարելու, նույն շարքում, ինչ որ ոտքերն է եղել մեջտեղում։ Ահա, պոչն էլ կարեցի, այսպիսի տեսք ունի այս պահին մեր փիսիկը, հիմա գործենք վզկապը։ Ես գործելու եմ այս գույնով, դուք կարող եք օգտագործել ձեր ունեցած, ձեր ցանկացած գույնը։ Անում ենք ամիգուրումի օղակ։ Օղակի մեջ 6 սյունիկ, 1, 2, 3, 4, 5, 6, ձգում ենք օղակը, երկրորդ շարքում գործում ենք 1 սյունիկ, 1 ավելացում, 1 սյունիկ, մյուսի մեջ ավելացում, նորից հաջորդի մեջ 1 սյունիկ, հաջորդի մեջ ավելացում և վերջին անգամ 1 սյունիկ, մյուսի մեջ ավելացում։ Շարքում ունենք 9 սյունիկ և այսպես շարքով 40 շարք գործելու ենք յուրաքանչյուր շարքում 9 սյունիկ, ստացվում է 3-ից 42։ Ես հիմա գործեմ, վերադառնամ։ Գործեցի ես այդ շարքերը, հիմա ուղղակի անում եմ միացնող սյունիկ ու կտրում եմ թելը։ Միացնող սյունիկ, օդային օղակ ու կտրում ենք թելը։ Մի քիչ թել ենք թողնում, որ կարենք վզկապը այսպես փիսիկի վիզիկին։ Դրա համար դնում ենք հենց այսպես, վիզիկին ենք կարելու, քանի որ դուրս չի գալու։ Ու այս հատվածից այսպես կարելու ենք իրար ենք միացնելու։ Տեսեք, այստեղ մի փոքր ծայր պետք է մնա, այսպես։ Այսպես։ Ահա, կարեցի վզկապը, հիմա մեզ մի փոքր էլի շագանակագույն է հարկավոր, կամ սև։ Մտցնում ենք վզկապի որևէ հատվածից, այս հետևից։ Եվ այս մեջտեղի հատվածում, այստեղ։ Մի քիչ վերև։ Դուրս ենք բերում։ Այս կողմից ենք մտցնում, տակից ենք դուրս բերում։ Էլի այս կողմ ենք բերում։ Այսպես քառակուսի բան պետք է ձևավորենք։ Ահա, և դուրս ենք բերում այն հատվածում, որտեղից որ մտցրել էինք։
որ կապենք իրար ու թաքցնենք։ Վերջ, մեր փիսիկը պատրաստ է, ցանկության դեպքում կարող եք հագուստել գործել փիսիկի համար, այսքանն էր, ինձ թվում է հեշտ էր, հույս ունեմ հասկանալի էր ձեզ համար, իսկ դուք բաժանորդագրվեք իմ ալիքին, որպեսզի բաց չթողնեք հետագա հետաքրքիր սխեմաները, առայժմ